Հայաստանից կամաց անհետանում է մեծ հարգանքը, այսպես կոչեմ ես, այսինքն այլևս մենք հարգելու ունակություն չունենք, մեր ազգը ընդհանրապես շատ ավանդապաշտ է եղել եւ մեր ավանդապաշտության մեջ մեծ դեր է կատարել հարգանքը մեծի նկատմամբ, հարգանքը մասնագետի նկատմամբ, տեսեք մենք մեր լավ մասնագետին վարպետ էինք ասում, ցանկացած մասնագիտությամբ չէ, հիմա կոչում ենք վարպետաց դասեր, եթե որևէ մասնագիտությամբ գալիս է լավ վարպետը, այսինքն մենք հարգանք ունեինք վարպետացման, այսինքն մասնագիտական մեծ արդեն հաջողությունների հասած մարդու նկատմամբ մենք հարգանք ունենք, տարիքային հարգանքը կար, կին տղամարդ հարգանքը կար, հարգանք կար տղամարդու նկատմամբ որպես եւ կնոջ պաշտպան եւ ընտանիքի գլուխ, այս բոլորը նահանջ է ապրում, բոլոր ճակատներում հարգանք բառը նահանջ է ապրում, հարգանք կար կնոջ նկատմամբ որպես մոր նկատմամբ, համընդհանուր մենք կորցրել ենք հարգելու ունակությունը եւ այստեղ շատ մեծ բացթողում ունի հենց դպրոցը, հենց կրթությունը, մեր կրթական համակարգը մենք պիտի խոստովանենք, որ տոտալ տապալված է, ձախողված է։ Մեր ընդհանրապես ազգային այն մեծագույն չգրված օրենքները, որոնք արժեքային համակարգ էին ձևավորում, այսօր նահանջել են, բոլոր ոլորտներում նահանջել են։ Մենք մարդուն գազան սկզբունքին ենք սկսել հետևել։ Սա էլ հենց կործանումն է եւ այստեղ արդեն դուք ինչքան ուզում եք խոսեք կրթության որակի հասանելիության բարձրացման մասին, ինձ համար արդեն դա կարևոր չէ, որովհետև ես պիտի տեսնեմ այդ ձեր կրթության վերջնարդյունքը ինչ է լինելու։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում եւ Telegram-ում։